այդ երկրի անունը ինչ կլիներ։ Ալիևը խոստումը տվել է, բայց չի կատարում։ Լեռնային Ղարաբաղն էլ պետք է մեր խնդիրների մեջ մենք ներառնենք, պատմականորեն մեր հայրենիքն է եղել։ Մենք պետք ունենք ռազմական ուժի։ Ինչու մեր իշխանությունները չեն բարձրաձայնում միջազգային հարթակներում։ Կամերան, մենք չես կոմ չպետք է լինի։ Ես շատ եմ ֆիլմ վերցե էդիտարը սարքեմ։ Ինչ որ ուզում ես հարցնում, չէ։ Մասնագիտությունս երբեք չի խանգարել, ինչ որտեղ մասնագիտությունը իրականությունն է ցույց տալի։ Տվյալ մասնագիտությունս ես ընտրել եմ էլեկտրոնիկ ինժեներություն, ես սովորել եմ Անգլիայում, ես Բիրմինգհամի համալսարանից էլեկտրոինժեներ եմ։ Իմ ծնողներս Վան են ծնվել, բայց ես Պարսկաստան եմ մեծացել։ Պարսկաստան ծնվել եմ, շատ հարազատ երկիր էր, Անգլիա ապրել եմ, շատ լավ երկիր է, բայց իմը չի ոչինչ է։ Բայց եկել եմ ստեղ ինչ որը վատը լավա իմն է։ Եթե ուզում եք ինձ տեսնեք, թորներդ բան եկեք ստեղ։ Ես հորս գործը շատ էի սիրում եւ մտածեցի ինքս էլ նույն նման մի աշխատանքով զբաղվեմ եւ սովորեցի էլեկտրոնիկա Անգլիայում։ Բայց ամբողջ կյանքումս հետաքրքրվել եմ քարտեզներով, սկսած դպրոցական տարիքից, նույնիսկ նախադպրոցական տարիքից ես զբաղվում սիրում էի քարտեզնել, երբեմն վերցնում էի, ընդօրինակում էի եւ այլն, եւ քարտեզի սերը միշտ եղել է իմ մեջ։ Քարտեզը հիմնական մեր փաստաթուղթ է, որը թերևս Սուրբ Գրքից ու Ղուրանից հետո ամենաշատ ունեցող, տներում ամենաշատ գոյություն ունեցող փաստաթուղթն է։ Գործս են, որ օրեցօր մեր բանը կատարվում, մեր բանը սահմանի վրա մեր իրականությունն է։ Ինչու մեր իշխանությունները չեն բարձրաձայնում միջազգային հարթակներում։ Պատասխան չունեմ, իրենցից պիտի պատասխանը ստանանք, ինչու չեմ բարձրացնում։ Ես իմ ասած եմ չարան որոշ վախեր ունեն կամ չեն համարձակվում այդ գործը անել։ Ութ տարի Հայաստանի հյուպատոսն եմ եղել։ Եթե քարտեզագետ չլինեի, ես իմ աշխատանքը եղել է ինչպես ասացի ինժեներություն եւ մասնագիտությունս դարձել էր վերջի տարիներին նավթաքիմիական արդյունաբերության մեծ ծրագրերի ծրագրող եւ իրականությանը վերահսկող։ Բայց բարեբախտաբար քարտեզագրության սերս ինձ տարավ այն ճանապարհը, որ այսօր ինձ շատ օգտակար է եւ կարծում եմ իմ ազգին էլ օգտակար է։ Նման մասնագիտությամբ կյանքիդ վաստակը չես կարող անել, ոչ։ Կենսաթոշակովս եւ մնացած մանրմուներ եկամուտներով կարող եմ գլուխ պահել։ Քարտեզագրությունը հիմքն է ամեն ինչի։ Եթե քարտեզը չունենանք, սահմանը չունենանք, մենք երկիր չունենք։ Ոչինչ չունենք։ Ինչպես է որ ասենք տուն ունենաս առանց պատերի։ Մարդիկ կան, որ իրենց ունեցած, իրենց կարծիքով կարևորագույն քարտեզը, որ իրենք ունեն, աշխատում են օգտակար լինել, նվիրել են, երբեմն հետաքրքիր քարտեզներ եմ ձեռք բերել այդպեսով, երբեմն ունեցածից կրկնություն է եղել, բայց ես շատ շնորհակալ եմ, որ մարդիկ այդպես մտածել են, որ կարող են այդ քարտեզով ինձ օգտակար լինել։ Բայց ընդհանրապես այն քարտեզները, որ շատ կարևոր են, ես ձեռք եմ բերել անձնապես իմ միջոցներով հաճախ քարտեզների աճուրդների ընթացքում։ Քարտեզներ շատ կան, որ մարդիկ ուզում են ունենալ, բայց դա չի նշանակում, որ անպայման քարտեզը տեսնելը, քարտեզը ունենալը ամենակարևորն է։ Ուրեմն մտածեցի մետեղ դնեմ այդ քարտեզներս, որ ուրիշներն հասանելի լինի, ուրիշներն էլ տեսնեն այդ քարտեզների, օգտվեն դրանցից էլ պետք է։ 2010 թվականին իրականության որոշեցի, որ մետեղ պետք է ուղարկեմ Հայաստան, քանի որ արդեն Մատենադարանի շենքը կառուցված էր եւ միջոցները կար նման հավաքածուն լավ պահպանելու, որոշեցի եւ 2013 թվականին իմ ամբողջ քարտեզագրական հավաքածուն գումարած հարյուրավոր բազմաթիվ հարյուրավոր քարտեզագրության եւ աշխարհագրության եւ ճամփորդական ուղեգրությունների գրքերը նվիրել կադեր Մատենադարան, որտեղ հիմա բոլորը դրանք իմ անունով ֆոնդի մեջ դրված են եւ հասանելի են հասարակությանը։ Տարիքս անցել է նրանից, որ ակադեմիական քաղաքումից տեղ հատկացնեն, թող երիտասարդներին հատկացնեն։ Հաճախ եմ քարտեզ նվիրում։ Ես հեղինակ եմ շուրջ 20 գրքի,
Երբ որ նոր գիրք եմ գրում, ես ամեն տեղ ընկերներից հանդիպեցին, բոլորին նվիրում եմ իմ գրքերից, որոնք քարտեզներ են պարունակում։ Խորհրդային քարտեզագրությունը շատ սխալ բան է, քարտեզագրություններ եւ բոլորովին վստահելի քարտեզագրություն չէր։ Երբ որ արդեն մեր հարևանների հետ մեր խնդիրներն առաջացան, Ադրբեջան եւ այլն, արդեն տեսա, որ իմ ունեցած տեղեկություններով ես կարող եմ շատ օգտակար լինեմ մեր ժողովրդին տեղեկանալու ինչ է իրականությունից։ Ես քաղաքական մարդ չեմ պաշտպանում սրան կամ նրան, ես եմ մասնագետ այդ գործի, ես եմ տեսել տասնյակ հազարավոր քարտեզներ աշխարհի տարբեր գրադարաններում, թանգարաններում, եւ ես կարող եմ ինքս իմ վրա վստահ լինել, որ իմ դատողությունները տեսակետից ճիշտ է, քանի որ տեղեկացված եմ։ Ունեմ մի քանի ընկերներ, պատմաբաններ, որոնք նրանց հետ կարող եմ վստահ նստել խոսել եւ գիտեմ, որ անաչառ դատողություն ունեն դրանք։ Ընդհանրապես ես իմ կարծիքը, իմ ուզածը երբևէ չեմ տնում քարտեզի վրա, որտեվ դա կլինի զեղծարարություն։ Ինձ առաջարկ է եղել, որ եկեք այսինչ քարտեզագետի մասին խոսենք եւ այլն, դրա մասին դուք կարծիքը հայտնեք, ես ասել եմ, քանի որ այդ մարդու արածը ես համարում եմ կեղծիկ, ուրեմն նրա մասին ես երբևէ ոչ մտերով չեմ ուզում նրան մոտ լինենամ նույնիսկ։ Իմ վերջին հրատարակությունը, որ անցյալ հուլիսին ուրեմն ակադեմիայում շնորհանդեսը եղավ, Ադրբեջանի ազգային ատլասի մեջ եղած պատմական քարտեզների կեղծիքներն են, որոնք ինչպես են փոխել քարտեզները, ինչպես են հանել Հայաստան անունը, կամ այնպես արել, որ Հայաստան անունը ընթերնելի չլինի, որպեսզի ասեն, որ տեսեք, մենք կանք, բայց Հայաստանը չկա։ Իրենք էլ չկան, որովհետև ընդհանրապես մինչև 1918 թվականը ոչ մեկտեղ Ադրբեջան անունը գոյություն չունի տարածաշրջանում, բացի Պարսկաստանի Ատրպատական նահանգի վրա, որը գտնվում է Արաքսից հարավ գտնվող տարածքում։ Չեն ասում իրենք նոր են ստեղծել, 106 տարի առաջ են հիմնադրվել, դրանից առաջ գոյություն չունեին։ 1991 թվականին անկախացել ենք ստորագրելով Ալմատի հռչակագիրը, որի մեջ նշված է, որ երկրի սահմաններն են խորհրդային շտաբի գծած սահմանները 1970 թվականներին, որոնք իզորու էին մինչև 1991 թվականը։ Մենք դա ստորագրել ենք, Ադրբեջանն էլ ստորագրել է։ Մենք ընդունել ենք եւ այդ գործը արել ենք, մենք հետ ենք քաշվել մեր սահմանների վրա։ Ադրբեջանը չի ասել, առաջի հերթին ասել Ալիևը չէր ընդունում մինչև անցյալ հունվար ամսին վերջապես ընդունեց 91-ի քարտեզները որպես իրավական հիմքը։ Եվ մենք մեր գործը արել ենք, կատարել ենք, Ադրբեջանը չի արել, քանի որ չնայած ընդունել է, բայց ոտնաձգություններ արել այդ սահմաններից դուրս եւ 230-40 քառակուսի կիլոմետր հայկական տարածք վերցրել է իր հսկողության տակ։ Դա արդեն կեղծիք է։ Մենք ունենք մի սահման, որի մասը մեկ Ադրբեջանի հետ, որը մի մասը Տավուշում համաձայնեցրել ենք եւ գծել ենք, մնամ մյուս մասը Տավուշում դեռևս բանակցությունների մեջ է, քանի որ մենք տեղկա ճանապարհը մտնում դուրս է գալի Ադրբեջանը, մենք եթե այդ ամբողջովին հանձնենք Ադրբեջանին, մեր ճանապարհը Իջևանից դեպի Նոյեմբերյան կկտրվի, հետո բանակցություններ են կանում, որ որոշ հողամասեր Ադրբեջան մեզ տա, որոշները մենք իրենց տանք, որ լուծվի այս խնդիրը։ Ալիևը խոստացել է, որ այո, ինքը ընդունել է 91 թվականի քարտեզների հիմքը։ Ալիևը խոստումը տվել է, բայց չի կատարում։ Ինքը իր վավերացրածը, եթե չկատարի, արդեն տարբեր կլինի։ Դրանց դիմակայելու համար առաջի հերթին մենք պետք ունենք ռազմական ուժի։ Մենք պետք է ռազմական հավասարակշռությունը որոշ չափով համեմատական պահպանենք, որ Ադրբեջանը հաշվի, եթե մեզ էլ ուզի պատերազմի մտնի, իր համար շատ թանկ կվերջանա։ Հույս ունենանք, որ մեր իշխանությունները ճիշտ քայլերով առաջ են գնում։ Ֆավորիտ գույնը քարտեզների մեջ ընդհանրապես պետք է բաժանում գույների բաժանում այնպես լինի, որ տարբեր երկրներ, քանի սահմանագից են, երկու երկիր նույն գույնի սահման, նույն գույն չունենան, որպեսզի սահմանը ճիշտ բուժոկվի։ Գեղեցիկ գույներ ես չեմ կարող ասել ամենագեղեցիկը, բայց բաց կանաչ եւ բաց դեղին գույները ինձ համար շատ ավելի հանգիստ են դիտվում։ Երազանքի քարտեզ չես կարող, չի կարող գոյություն ունենալ։ Բայց հայքը պիտի վերադարձվի Հայաստանի եւ այլն, բայց այսօրվա դրությամբ դա իրականություն չէ։ Դա միայն երազանք է, որը
մեզ ճիշտ ուղղություն չի տանի, մեզի սխալ ուղղություն էլ կտանի։ Եթե Թուրքիան ճիշտը մտածեր, իրականության կարողանար այդպես շարժվեր, 30 տարի առաջ Կարսն ու Արդահանն ու Մուշն ու Վանը կհանձներ Հայաստանին, կասե վերցրեք բոլոր ձեզ։ Մի երկիր կունենայինք, որը ասենք 60, 70, 90 հազար քառակուսի կիլոմետր կլիներ, այդտեղ կապրեր 40 միլիոն քուրդ եւ թուրք եւ 3 միլիոն հայ։ Այդ երկրի անունը ինչ կլիներ 5 տարի հետո։ Վստահ Հայաստան չէր լինի այլևս, ուրիշ բան կլիներ։ Եթե ինձ հարցնենք այսօր, մենք եթե ունենանք Նախիջևանը, մենք ունենանք Արարատի շրջանը եւ Սուրմալուն եւ Արարատը, անի ավերակները մեր համար բավական է։ Սրան պիտի ավելացնեմ, որ Լեռնային Ղարաբաղն էլ պիտի մեր խնդիրների մեջ մենք ներառնենք, որտեղ այնտեղ մեր պատմականորեն մեր հայրենիքն է եղել։ Եվ դա էլ մեզ պիտի իր օրերից մեզ պիտի վերադարձվի։ Մինչև 2020 թվականը ընդհանրապես տխուր չէ, ոչ։ Սերը չեմ կարող ասել քարտեզ ունի, որտեղ քարտեզը կարող է հաջող քարտեզ լինի, կարող է հաջող տեղանք լինի, անհաջող լինի։ Իմ սիրո քարտեզը գոյություն ունի, ես լավ ընտանիք ունեմ, լավ կին ունեմ, շատ համերաշխ ապրում ենք, սահմաններ գծում են որոշ մարդկանց հետ, որոնք սահմաններ հասկացողությունը չունեն։ Հայաստանը թողնում հեռանում են, ասում են երբ ապրելու երկիր չի, երբ որ լավացավ վերադառնանք։ Սա լինելու է իմ վերջակետը, քանի որ Հայաստանը լավ թե վատ իմ երկիրն է, իմ հայրենիքն է։